ինչու հաղթանակի օրվա շքերթին հայկական բանակը չէր մասնակցում։ Ինձ թվում է դա քաղաքականության հետ է կապված ու հենց պայմանագրի ու Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ է կապված, որտեղ իրանք արդեն փոխում են դեպի Եվրոպա մեծ եւ դեպի Ամերիկա մեծ ուղղությամբ։ Այդ է բացի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել, որ մասնակցեն, թե։ Այո, Նիկոլ Փաշինյանը չի թույլ տվել։ Դե պետք է իշխանությունը առաջարկի։ Այն մեկը չէր եկել, բայց իր բանակը մասնակցում էր։ Մերը մասնակցում էր, բանակը չկար։ Այն դեպքում, երբ Սովետական միության ամենափոքր ազգաբնակչությունը տվել է ամենից շատ զոհ համեմատական կարգով եւ ամենից շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ու մարշալներ ու չգիտեմ ինչեր։ Եվ ընդհանրապես հայ ժողովուրդն է սկզբնաղբյուրը եւ բոլորի մայր լեզվի սկզբնաղբյուրը եւ բոլորի գիտությունների ու գյուտերի ու հայտնագործությունների հեղինակը։ Ինչ ասեմ բալես, իշխանություն չունեմ։ Խղճուկ, մեղք, անտեր ժողովրդի ենք վերածվել ու մեղադրում են ժողովրդին, ժողովուրդ միսներս կերան։ Եկել եմ, չեմ կարող է թեմա խոսել։ Ճիշտ էլ արել եմ։ Ճիշտ են արել։ Որովհետև պետք չի, Մոսկվայից պիտի հեռու մնալ, ինչքան հեռու, այնքան լավ։ Իսկ ինչու է Նիկոլ Փաշինյանը գնացել։ Ինչ իմանամ, Նիկոլ Փաշինյանին հարցրեք։ Չգիտեմ։ Չեմ կարող պատասխանել հարցը։ Տեղյակ չեմ։ Թվում է երբ քաղաքական պատճառներով էլ է։ Ներքաղաքական այդքան բան։ Այսինքն Վլադիմիր Պուտինը չի առաջարկել, թե Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել։ Չեմ կարող ասեմ, բայց բանը քաղաքական է, էլի, այսինքն ինչ-որ մի խմորումներ կան երևի, որ ավելի շատ երևի ձևականություն էր իրա գնալ, էլի, ինձ թվում է, ոչ ավել, ոչ պակաս, երևի մեկնաբանում են, որ հայ ազգը երկրորդ համաշխարհային պատերազմին շատն են մասնակցել, շատ մարդիկ են մասնակցել, երևի ինչ-որ միտեղ մենք կարելի ասել մեր պապերի հաղթանակներ, ես կարծում եմ պատճառ, եթե մեկնաբանելու հարցը լինի, երևի հենց այդ էլ կմեկնաբանեին, որ հայ ազգը շատ գեներալներ ա տվել, չէ, շատ զինվորներ, շատ բարձրաստիճան սպաներ ա տվել։ Ինչ որ միտեղ երևի իրանց հաղթանակի համար ավելի շատ, թե չէ, ասենք, բայց դա մեկ ասենց թե հենց ոչ մի այլ մեկնաբանություն չես գտնի, էլի, երևի այդքան։ Պատասխան չունեմ, որ վարչապետին հարցրեք։ Ինչի մասնակցին հաղթանակ կա, որ մասնակցին Ղարաբաղը տվեցին, էլ ինչի իման վրա մասնակցին։ Բայց ինչի էր Նիկոլ Փաշինյանը գնացել մասնակցել։ Չեմ կարող ասեմ, դա արդեն 230 օցորելի։ Այսինքն խորթու շո մի բան, էտա, ինչ պետք է լինի, ոչ մի բան։ Որտեվ խելոք ղեկավարություն ունենք բանես։ Ղեկավարության որոշումն է դա, իրանք են որոշում, մասնակցել, թե չմասնակցել։ Ինչ են հարցրել, որ ինձ հարցնեին, ես կմասնակցեի, կամ կասեի մասնակցեք։ Եթե որոշել է, որ բանակը չպիտի մասնակցի, դեպքում ինքը ինչու էր գնացել վերբարձ։ Ճարահատյալ է, ինքը ուրիշ ելք չունի։ Ուրիշ ելք չունի։ Վարշապետանա կարծում։ Երևի Մոսկվայի ազդեցությունը ինչ-որ չափով նշանակություն ունի։ Ինչ ազդեցություն։ Այնտեղ ղեկավարության հետ որ մի քիչ կապերը այնքան էլ լավ չեն, երևի ղեկավարների դրդմամբ թույլ չեն տալիս էլ մասնակցի։ Այսինքն Ռուսաստանը թույլ չի տալիս։ Ոչ, Հայաստանը։ Իսկ ինչու էր գնացել այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը։ Դե դա բոլորն էլ մասնակցում են ինչ-որ չափով ձևական բնույթ է կրում։ Չգիտենք։ Չէր մասնակցում, որովհետև չէին թույլ տալիս։ Չեմ կարող ասել։ Մայիսին Մոսկվայում անցկացվեց հաղթանակի 80-ամյակի նվիրված տոնակատարություններ, որին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն դրան նվիրված շքերթին չէին մասնակցում հայկական բանակը՝ ի տարբերություն նախորդ տարիների։ Օրագիր նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքով ինչու հայկական բանակը չէր մասնակցում հաղթանակի օրվան նվիրված շքերթին։